Սիրելի բարեկամներ, վերջի օրերի ընթացքում քաղաքական տարբեր շրջանակներ ակտիվորեն շրջանառության մեջ են դրել Գյումրի 2 սցենարը առաջիկա խորհրդարանական ընտրություններին խաղարկելու նպատակով, ընդ որում հետաքրքրական է այն հանգամանքը, որ Գյումրիի սցենարի մասին խոսում է թե իշխանությունը եւ թե ընդդիմության առանձին սեգմենտներ։ Եթե իշխանությունը խրոխտ հայտարարում է, որ ծոցրակներդ կտեսնեք Գյումրիի 2 տարբերակ չեք տեսնի, ապա ընդդիմության առանձին ներկայացուցիչներ կամ առանձին քաղաքական խմբավորումներ խոսում են այդպիսի սցենարի հավանականության մասին, փորձելով հանրության մոտ տպավորություն ձևավորել, որ Գյումրիում տեղի ունեցած անցած տարի տեղի ունեցած համայնքային ընտրությունների սցենարը կարող է իրականացվել խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որը կբերի արմատական շրջադարձային փոփոխություններին։ Ես ուզում եմ, որ սիրելի բարեկամներ, դուք հերթական անգամ չխաբնվեք եւ ինքնախաբեության էլ չմատնվեք։ Գյումրիի սցենարը չի կարող խաղարկվել, իրականացվել շատ պարզ պատճառաբանությամբ, քանի որ Գյումրիում տեղի ունեցած ընդհանրապես շարքային հերթապահ համայնքային ընտրություններ են եղել տեղական ինքնակառավարման մարմինների եւ որի ընթացքում մարդկանց ընտրական տեղամասեր գնալու, առանձին թեկնածուների կամ առանձին քաղաքական ուժերի քվեարկելու մոտիվացիան դրդապատճառը շրջելու դա բոլորովին այլ է եղել, ինչը արմատապես տարբերվում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մոտիվացիայից եւ ընտրությունների բնույթից ու բովանդակությունից։ Այլ կերպ ասած, չի կարելի Գյումրիում անցած տարի տեղի ունեցած թիմ ընտրությունները համեմատել խորհրդարանական ընտրությունների բովանդակության ընդհանուր կարգավիճակի հետ։ Հետևաբար, եթե իսկապես Հայաստանի Հանրապետությունում այդպիսի օրակարգ պետք է հասունանա եւ դրա անհրաժեշտությունը հանրային պատվերի միջոցով կձևավորվի առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունը անխուսափելի է, հետևաբար իշխանափոխության անխուսափելիությունը ընտրությունների միջոցով ապահովելու համար անհրաժեշտ է համազգային մոբիլիզացիա, համազգային վերածնունդ, որի ընթացքում ժողովուրդը իսկապես իր առջև խնդիր կդնի եւ քաղաքական ուժերի առջև էլ խնդիր կդնի փոխել ներկայիս ստատուս քվոն։ Հիմա այս պահին ես տեսնում եմ ընդամենը քաղաքական բնույթի խոսակցություններ եւ ցանկություններ, որը չի համապատասխանում Գյումրիի որևէ սցենարի եւ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների կրկնությանը։ Հետևաբար, սիրելի բարեկամներ, անհրաժեշտ է տարբերակել եւ հստակ ընդգծել, որ Գյումրիի սցենար առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի կարող տեղի ունենալ իմ կողմից նշված պատճառաբանությամբ։ Որակական փոփոխության համար այլ ազդանշաններ պետք տալ հանրության